հայերը պետք է հեթանոս լինեն։ Այսօր երբեմն լսվում է մի գաղափար, թե իբր հայերը դավաճանել են իրենցին հավատքը, ընդունելով օտար կրոն, քրիստոնեություն։ Այդ պնդումը կատարող մարդիկ ասում են. ինչու պիտի հայը հավատա հրեական կրոնի։ Իբր թե մենք մոռացել ենք մեր աստվածներին եւ դավաճանել նրանց։ Սակայն նախ եւ առաջ եկեք ընդունենք, որ հեթանոս աստվածներին դավաճանելու մասին այս պնդումը հիմարություն է։ Արամազդին, Տիրին, Անահիտին, Վահագնի եւ մյուսներին պաշտելուց առաջ էլ հայ ազգը պաշտում էր ուրարտական աստվածների՝ Խալդին, Թեշեբային, Շիվինին։ Հիմա ինչ, եթե քրիստոնեության ընդունումը դավաճանություն էր Արամազդի, Վահագնի եւ մյուսների նկատմամբ, ուրեմն նրանց հավատալն էլ դավաճանություն էր ուրարտական աստվածների նկատմամբ։ Իսկ ուրարտական աստվածներին հավատալն էլ բնության երևույթների նկատմամբ, քանի որ նախքան այդ էլ մեր նախնիները պաշտում են բնության երևույթները, բնության մեջ եղած ծառերը, քարերը, ջուրը եւ այլն։ Այնպես որ հեթանոս աստվածներին դավաճանելու մասին այս պնդումը անտրամաբանական հիմարություն է։ Իսկ հիմա եկեք քննենք մի քանի կարևոր այլ կետեր։ Հեթանոսական աստվածները ծնվել են մարդկանց երևակայության մեջ, ոչ թե բացահայտվել իրականության մեջ։ Հայոց հեթանոսական աստվածները Վահագն, Անահիտ, Միհեր, Նանե, Արեգ, Տիր, բոլորն էլ իրենց բնույթով նման են մարդկանց, շարժվում են զգացմունքներով, ատում են, վրեժ են լուծում, պայքարում են իրար դեմ։ Ինչ է սա նշանակում։ Նրանք մարդու նման աստվածներ են, ոչ թե Աստծո նման մարդ։ Այս աստվածները ձևավորվել են ըստ բնության երևույթների, ազգերի կարիքների եւ երևակայության։ Հեթանոսությունը մարդու ստեղծած աշխարհայացք է, որտեղ մարդը ստեղծում է աստվածներին իր պատկերով։ Իսկ քրիստոնեությունը հակառակն է, Աստված է ստեղծում մարդուն իր պատկերով։ Հեթանոսությունը առասպելաբանություն է, իսկ քրիստոնեությունը իրական պատմություն է։ Քրիստոնեության հիմնասյունը առասպել չէ, այլ իրական անձ, Հիսուս Նազովրեցին։ Իրական խաչ, իրական դատ, իրական հարություն, իրական մարդիկ, որոնք տվել են իրենց կյանքերը հանուն այն պնդման, որ իրենք անձամբ տեսել են Հիսուս Քրիստոսին հարություն առած, անձամբ շփվել նրա հետ։ Իրական պատմիչներ, որոնք գրել են այդ մասին իրենց աշխատություններում։ Իրական հետևորդներ, որոնք իրենց աչքով տեսել են նրան եւ նահատակվել ճշմարտության համար։ Ոչ մի հեթանոսական աստված չունի դատարկ գերեզման, ոչ մի հեթանոսական պատմություն չունի պատմական ապացույցներ։ Քրիստոնեությունը հիմնված է դեպքերի վրա, որոնց ազդեցությամբ փոխվել է պատմության ընթացքը։ Քրիստոնեությունը ոչ թե ինչ-որ ազգային կրոն է, այլ համայն մարդկության փրկչի պատմությունը։ Նույն փրկիչը հույների, ասորիների, եթովպիացիների, իռլանդացիների, վրացիների, գերմանացիների եւ մյուս բոլոր ազգերի համար է։ Այո, Հիսուս Քրիստոսը ծնվեց Հրեաստանում, բայց դա բացարձակապես քրիստոնեությունը հրեական կրոն չի դարձնում։ Հրեաները պարզապես մի մարդու սերունդներ էին, ով միակն էր, ով հավատարիմ էր մնացել Աստծուն։ Աստված չէր ընտրել հրեա ժողովրդին, այլ նրանց նախահայր Աբրահամին, որը միակն էր, ով հավատարիմ էր մնացել Աստծուն Նոյի սերունդներից։ Դրա համար էլ հենց նրա սերունդը ճանաչեց իրական արարիչ Աստծուն։ Իսկ Հիսուս Քրիստոսն էլ հենց նրանց երկրում կատարեց իր փրկչագործությունը։ Սակայն դա հրեաներին ոչ մի արտոնություն եւ իրավունք չի տալիս։ Ընդհակառակը, Հիսուս Քրիստոսը հենց անձամբ նրանց նախատում էր, երբ միայն իրենց հրեա լինելու համար իրենց փրկված եւ յուրահատուկ էին համարում մյուսներից։ Հնում հեթանոս աստվածները գոյություն ունեին միայն այն մշակույթի սահմաններում, որում պաշտվում էին՝ հայկական դիցաբանություն, հունական դիցաբանություն, սկանդինավյան դիցաբանություն, հռոմեական դիցաբանություն եւ այսպես շարունակ։ Ինչպես կարող են սրանք բոլորը ճիշտ լինել, կամ ինչի իման վրա կարող է ընտրվել դրանցից ճշմարիտը։ Իսկական Աստված հավիտենական է եւ տիեզերական է եւ չի պատկանում ոչ մի ազգի։ Նա է մարդ արարածի եւ մարդ տեսակի արարիչը։ Այդ պատճառով Քրիստոսն ասում էր. Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Ոչ ոք չի գալիս օր մոտ, եթե ոչ իմ միջոցով։ Հովհաննես 14:6։ Այսինքն քրիստոնեությունը ոչ թե մեկն է բազմության մեջ, այլ միակը ճշմարտության մեջ։ Այն նման չէ հին աստվածների պատմություններին։ Այն բացահայտում է մարդուն նրա արարչին, ոչ թե պատմում մարդու ստեղծած որևէ լեգենդ։ Հեթանոսական հավատքները չունեն պատասխաններ հետևյալ հարցերին.
Ո՞վ եմ ես, որտեղից եմ եկել, ո՞րն է իմ մեղքի լուծումը, ով կփրկի ինձ մահից։ Քրիստոսը միակն է, ով ասում է. Ես եմ հարությունը եւ կյանքը, եթե մեկը հավատա ինձ, թեև մեռնի, կապրի։ Հովհաննես 11:25։ Որ հեթանոսական Աստվածը կարող էր խոսել մահվան հանդեպ հաղթանակի մասին առանց բանաստեղծության, այլ իրական հարության միջոցով։ Քրիստոնեությունը լոկ ազգային դավանանք չէ, այլ բացարձակ տիեզերական ճշմարտություն է, որը վերաբերվում է ամբողջ աշխարհին, համայն մարդկությանը։ Քրիստոնեության Աստված, Սուրբ Երրորդությունը, բոլորի Աստված է, ամբողջ աշխարհի, այլ ոչ թե պարզապես մի ազգի։ Անցել է 1700 տարի, ինչ հայ ժողովուրդը ամբողջապես ընդունել է Սուրբ Երրորդությանը որպես Աստված եւ քրիստոնեությունը որպես ճշմարիտ դավանանք։ Եվ այս ամբողջ ընթացքում այդ հեթանոսական աստվածները, որոնց մենք իբրև թե դավաճանել ենք, լռում են։ Ինչպես կարող են դրանք չլռել, երբ դրանք պարզապես մարդու երևակայության արդյունքում հորինված եւ կեղծ լեգենդներ են։